Կրկին նախարար մեկ հարց եւս, այս դեպքում արդեն տեղեկություններ կան, որ պատրաստվում է օրինագիծ մշակվել, թե արդեն մշակված է խոսքի ազատության սահմանափակման հետ կապված, օրինակ լրագրության մամուլում, որը մեզ է առնչվում, պատերազմ հրահրող կոչեր անելու դեպքում, եթե ես չեմ սխալվում, եթե իսկապես կա նման նախագիծ, ապա դա խնդրահարույց չէ, այն առումով, որ օրինակ Արցախի հանրապետություն բառը նշելով տվյալ մամուլը կարող է պատասխանատվության ենթարկվել, թե պատերազմ է սադրում օրինակ այդ պատրվակով։ Առհասարակ բռնության կոչը, որը փոքրինչ այլ ձևակերպում ունի, քան այն օրինակը, որ դուք նշեցիք, այսօր էլ քրեականացված է, բայց հարցադրման մեջ կրկին ես այնպիսի նոտաներ նկատեցի, որոնք իրականությանը չեն համապատասխանում, ինչու, որովհետև եղած նախագծերը վերաբերում են ոչ թե ազատության խոսքի սահմանմանը, այլ ատելության խոսքի համար պատասխանատվության սահմանման, իսկ խոսքի ազատությունն ու ատելության խոսքը ընդհանրապես նույն բանը։ Նշեն թշնամի Ադրբեջան, դա ատելության քարոզ է համարվում։ Ես այս պահին չեմ կարող ասել կոնկրետ հենց այդ ուղղվածությամբ պատերազմ հրահրելու կոչերի մասով նախաձեռնություն չունենք, ունենք նախաձեռնություն ատելության խոսքի մասով, որը թիրախավորում է կոնկրետ անձանց եւ անձանց շրջանակներ պայմանավորված իրենց սահմանադրությամբ պաշտպանվող հատկանիշներով, օրինակ թիրախավորելով սեռը, կրոնական դավանանքի համոզմունքի հետ կապված հայացքները եւ այլն, մենք ունենք քրեական պատասխանատվություն նախատեսող հոդված, որը թշնամանք հարուցելուն է միտված, բայց մենք ավելի մեղմ դրսևորումները ուզում ենք, որ պատժելի լինեն նաև վարչական եւ քաղաքացիական պատասխանատվության սահմանման համատեքստում։